Շնորհակալ եմ, պարոն նախարար, ես ունեմ բլիթ հարցեր, որոնք կխնդրեմ ավելի արագ պատասխանեք։ Փորձենք։ Ամենասիրելի քաղաքը Հայաստանում։ Կարմավիր։ Սիրելի հայկական ուտեստը։ Տոլմա։ Գիրք թե ֆիլմ։ Գիրք, ես ֆիլմեր չեմ սիրում։ 10 ֆիլմից պակաս եմ իմ կյանքում նայել ու հայտնի top ֆիլմերն էլ օրինակ ես Գլադիատորը չեմ նայել, մինչև վերջես Տիտանիկը չեմ նայել, մինչև վերջես այդ մարդկանց եմ, ովքեր ֆիլմեր գրեթե չեն նայում։ Գրքեր շատ եմ կարդում։ Եթե նախարար չլինեիք, ինչով կզբաղվեիք, պատկերացնում եք։ Եթե քաղաքականության մեջ կշարունակեի Արմավիրի մարզպետ լինեի։ Մեկ բառով Հայաստանը։ Հայաստանը սեր է։ Ձեր սիրելի սպորտաձևը։ Ֆուտբոլ։ Սոցիալական ցանցերից որն եք ամենից շատ օգտագործում։ Facebook-ը։ Մեկ բառով հաջողությունը։ Վաստակը։ Որն է այն արժեքը, առանց որի չեք պատկերացնում աշխատանքը։ Արդարությունը։ Երիտասարդներին մեկ խորհուրդ կտաք։ Լավ սովորեք։ Եթե ոչ ՔՊ, ուր կամ որտեղ պատասխանել եք, որ ոնց որ թե Եթե ոչ ԿՊ, բանկային համակարգ հետ վերադարձ։ Ձեր պաշտոնավարման ընթացքում ամենամեծ սխալը։ Վստահաբար բազմաթիվ սխալներ եմ արել, բայց անշատկելի սխալներ չեմ արել, պրոբլեմատիկ սխալներ կարծում եմ չեմ արել։ Որ բարեփոխումը դեռ չեք հասցրել անել, բայց ուզում եք, որ դա իրականացնեք։ Բազմաթիվ բարեփոխումներ կան, որոնք ընթացքի մեջ են, ջրային ոլորտի բարեփոխումը, ընդերք օգտագործման արդյունավետության ուրեմն մասը, ճանապարհների որակի շարունակական լավացումը, նախարարության համակարգման բոլոր ոլորտներում կան բարեփոխումներ, որոնք մեր մտքում են եւ որոնք շարադրված են կառավարության 5-ամյա ծրագրում։ Ձեր ոլորտում ամենամեծ խնդիրը այսօր որն է մեկ բառով նկատի։ Խնդիրները բազմաթիվ են, բայց անլուծելի խնդիրներ չկան, տարբեր ուղղություններով աշխատանք ենք իրականացնում, խոշոր խնդիրներ, անլուծելի խնդիրներ չկան, խոշորներ կան։ Որ քննադատություն եք համարում արդար։ Առողջ քննադատությունը։ Կա առողջ քննադատություն։ Վստահաբար կա։ Կա եւ ընդդիմադիր շրջանակից, կա եւ գործընկերներից, կա եւ ընտանիքի անդամներից, այսինքն մեծ ծավալի աշխատանքի մեջ անհնար է սխալներ չանել եւ անհնար է խուսափել քննադատություններից։ Կա որոշում, որ հետո զղջացել եք։ Կադրային որոշակի որոշումներ, որոնք ավելի վաղ ժամանակներում են եղել, բայց դա էլ է նորմալ։ Մեղքի զգացում ունեք կադրային փոփոխություն։ Չէ, որպես այդպեսին չունեմ, հիմնականում անխոչնդոտ նշանակումներ եւ ազատումներ իրականացնող պաշտոնյա։ Ինչու ընդունեցիք նախարար դառնալու առաջարկը։ Որտեվ քաղաքական թիմը եւ հանրապետության վարչապետը այդպես են նպատակ առնար գտել։ Ձեր աշխատանքում ամենաբարդ օրը ո՞րն է լինում։ Քաղաքապետարանում աշխատելու առաջին օրը, երբ ես քաղաքապետարանում առաջին անգամ հայտնվել եմ որպես քաղաքապետ, նախկինում այդ շենք չի եղել։ Եվ երբ որ պարոն Պապիկյանը ինձ ներկայացրեց աշխատակազմին, այն ժամանակ տարածքային կառավարման նախարար էր պարոն Պապիկյանը, այդ օրը ամենածանրն էր։ Ինչ առումով, ինչ չէիք։ Նոր միջավայր, նոր բանկային համակարգից անցում պետական համակարգի, դրան գումարած նաև ընդամենը 2-3 ամսից նշանակված ընտրություններ, ես այս համակարգին անփորձ 26 տարեկանում հայտնվել էի քաղաքապետարանում առաջին անգամ եւ ծանր օրեր մտքով գնացի էլի այդ ժամանակ։ Ով է ձեր քաղաքական օրինակը Հայաստանում կամ աշխարհում։ Հայաստանում էլ աշխարհում էլ հանրապետության վարչապետը։ Ինչպես եք արձագանքում քննադատությանը, վրդովում եք։ Չէ, հիմա սովորել եմ ավելի քիչ վրդովել, հանգիստ եմ վերաբերվում, որտեղ հնարավոր չի Հայաստանում լինել կառավարության անդամ եւ առնվազն այս ընտրական process-ների ժամանակ խուսափել քննադատություն։ Բայց ականջալուր լինում եք օրինակ Խուդատյան, որ ձեզ քննադատում։ Նայած հարցերում, օրինակ այնտեղ որտեղ այդ քննադատությունը պրոֆեսիոնալ է, ես շատ հաշտ եմ այդ քննադատության հետ։ Այնտեղ որտեղ քննադատությունը մանիպուլյատիվ է, ես բանը լսում եմ եւ ասում եմ առաջ, օրինակ ես վերջում երեք այդպիսի քննադատություն էի կարդացել, որ ես հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկայի նախարարի հետ, ով որ զենքեր արտադրող ընկերության ղեկավարն է, իրականության հետ այնքան կապ ունի, ինչքան ես վարչապետի Սանիկը։ Ինչ տպավորություն ունեիք ձեր գործընկերը։ Նորմալ աշխատանքային ես նախկինում հանդիպելու առիթ ունեցել էի Հայաստանի Հանրապետության համար կարևոր ծրագրեր ենք քննարկել, մեր տեսանկյունից մեր համար կարևոր, վստահ եմ իրենց տեսանկյունից իրենց համար կարևոր եւ փոխըմբռնում ունենք, որ մենք առաջիկայում այդ ուղղությամբ առաջ կշարժվենք, այդ ուղղությունը հրապարակային ուղղություն է, դրա մասին խոսել ենք, մենք գնում ենք Հայաստանի եւ Թուրքիայի էներգետիկ համակարգերը իրար կապելու ճանապարհով, որը եւ տնտեսական հնարավորություններ կստեղծի երկու երկրների համար եւ ավելի
կամրապնդի մեր էներգոհամակարգերի ամրությունը եւ ճկունությունը եւ այդ շրջանակի հարցեր են քննարկել գործընկերոջ հետ։ Եվ ինչ միջոցով եք դուք կտրվում աշխատանքից, կա մի ձև, օրինակ գնաք փաբ, ռեստորան երեկոյան ժամին, որ կտրվեք։ Չէ, ես ժամանց հիմնականում ժամանցի այդ տեսակները չեմ նախընտրում, աշխատանքը շատ ուշ ժամի եմ ավարտում, նաեւ հիմնականում շաբաթ-կիրակի օրերն էլ ենք աշխատանքային զբաղվածություն ունեմ, եթե ընկերների հետ հաճախ եմ ֆուտբոլ խաղում, հիմնականում աշխատանքից կտրվելու միակ ձևը ընտանիքն ու երեխաներն են եւ հիմա փոքրիկի ծնունդը մեզ հնարավորություն տալիս է ամբողջությամբ կտրվել եւ ինքը ամենալավն է կարում կտրի աշխատանքից։ Միակ մարդն է, որ կարում է կտրի աշխատանքից։ Պարոն նախարար, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Արմլու լրատվականի հարգելի հետևորդներ, մենք դեռևս կհանդիպենք։